24 News-ի եթերում Մարդիկ Արցախից հաղորդաշարն է, առանցքում շարունակում է մնալ արցախյան իրական պատմությունները։ Հարմար տեղավորվեք էկրանների առջև, միասին վայելենք մեզ հատկացված եթերաժամանակը, որովհետև այսօր հյուրընկալվելու եմ արցախյան ևս մի գեղեցիկ ընտանիքում։ Հարութի ու Սոնյայի հյուրն եմ այսօր։ Ուրախ եմ, որ այսօր առիթ եմ ունեցել ձեզ հետ զրուցելու, որովհետև վաղուց չենք հանդիպել, բայց պիտի նշեմ, որ դուք եղել եք արցախյան այն ընտանիքների զույգերից, որոնք անհիշելի ժամանակներից իրար հետ են եւ բավականին կարծում եմ մեծ դժվարություններ եք հաղթահարել միասին, պատերազմ, կորուստներ, նորից պատերազմ, ընթացքում շրջափակում եւ այլն։ Հարութ, քո տեսանյութը 44 օրյա պատերազմի ժամանակ մինչև հիմա բոլորի սրտերում է եւ երբ որ փորձում եք ներկայացնել ով է Հարութը, առաջին հերթին փորձում եք այդպես բացատրել այն տղան, ով կոչ էր անում արտասվելով կանչում եք, որ մարդիկ գան ու պայքարեն իրենց հայրենիքի համար։ Արդյոք սպասում էիր նման հանգուցալուծման։ Դե առնվազն ձեզ համար Մարիաննա, մեր ընտանիքը շատ ավելի վաղ ծանոթ է, քան մինչև այդ տեսանյութը։ Մենք առիթ ունեցել ենք երկար տարիներ հասարակական ակտիվ կյանք միասին վարել հայրենաց պաշտպանների շրջանակներում, դու մեր ամենաակտիվ անդամներից էիր եւ հաճելի է, որ հերթական անգամ դու հյուրընկալվել ես մեզ, նախորդ հաղորդումը կարծեմ հեռուստալով էր, չէ՞ կոչվում։ Հա, Արցախում։ Այն ժամանակ դեռ երկուսն էին, չէ՞ Սոնյա։ Արիաննան եւ Մանեն, հիմա արդեն 4-ն են։ Չէ։ Գիսանը չէր ծնվել այն ժամանակ։ Ծնված էր Գիսան։ Ծնված ալալ, հա։ Հա, ամեն դեպքում, ամեն մեր մի նոր հանդիպումը, ինչպես են Կերիա Միշյաններ ասում, մի հոգի ավելանում է։ Իրականում այդ կոչը սրտի խորքից ծնված սպոնտան կոչ էր, որովհետև ես Ստեփանակերտից դուրս եմ եկել սեպտեմբերի 27-ին, գնացել ենք Եղնիկներ եւ փաստորեն մինչեւ հոկտեմբերի 20-ը մենք արտաքին աշխարհի հետ կապ չունեինք, միայն տարված էինք այդ հատվածում տեղ ունեցող ռազմական գործողություններով եւ ինձ համար իրական շոկ էր վերադառնալով տեսնել, որ նախ քաղաքացիական բնակչությունը այլևս Արցախում չէ, երկրորդը ինչքան էլ տարօրինակ չլինի, բացակայում են այնպիսի մարդիկ, որոնց որ ես կցանկանայի իմ կողքին տեսնել այդ պահին։ Շատերը կարծում են, թե դա ես ինչ իմանամ, ինչ մեծ թիվ է, բայց խնդիրը դա չի։ Խնդիրը այն էր, որ Հայաստանը, Հայաստանի Արցախի հատվածը մեր ամբողջ հայության պաշտպանության կարիք ուներ այդ պահին, եւ իմ կոչը ուղղված էր ամբողջ հայությանը, հատկապես տղամարդկանց, օր առաջ իրենց նետել Արցախ, իրենց նետել հայրենիքի պաշտպանությանը։ Ես հանդիպել եմ բազմաթիվ տղաների, ովքեր որ ասել են, որ ոչ թե այդ կոչի արդյունքում, այլ զուտ այդ կոչի լրացուցիչ խթան է հանդիսացել, որպեսզի նրանք օր առաջ գան հասնեն Արցախ, որովհետև իրականությունը այդքան էլ ճիշտ չէր մատուցվում այդ օրերին եւ ինֆորմացիոն լուրջ պակաս կար։ Իհարկե ոչ մեկ չէր սպասում, որ ամեն ինչ այսպիսի ավարտ կունենա, ոչ 20 թվականի դեպքերի ընթացքը, ոչ առավել եւս 23 թվականին այնինչ տեղի ունեցավ եւ վերջին մի քանի հազար տարվա ընթացքում առաջին անգամ մենք ունենք ոչ հայկական Արցախ։ Ցավով եմ նշում, բայց 44 օրյա պատերազմում անմահացել է նաև ձեր եղբայրը։ Հիշում եմ այն լուսանկարը, երբ որ ձեր հոր ոտքերի առջև լացում էիք դուք եւ ինչպես եք կարողանում դիմանալ, հա, եւ արդյոք հայի Արցախցու ցավի այդ սահմանը իրոք անսահմանն է։ Հոկտեմբերի 30-ի դեպքերը, երբ Քարինտակի հատվածում մեր ստորաբաժանումը ծանր կորուստներ կրեց, այդ օրը մենք կորցրեցինք շատ լավ տղաներ, այդ թվում նաև իմ միակ հարազատ եղբորը Գուրգենին։ Դրանից ընդամենը 2 օր առաջ, երբ մենք տեղեկացանք, որ հակառակորդը ավետարանոցի սխնախի հատվածներում է, մենք մեր հրամանատարի, մեր ընկերոջ Գրոջուս ամուսնու Նարեկի հրամանատարությամբ Եղնիկներից տեղափոխվեցինք Քարինտակ պաշտպանելու, մենք հույս ունեինք, որ ավետարանոց կտեղափոխվենք, սակայն այդ ժամանակ արդեն ավետարանոցը կորցրել էինք, որովհետև դա մեր հայրենի գյուղն է եւ տարածքին լավ էինք տիրապետում, այն հույսով, որ կկարողանանք ավելի էֆեկտիվ աշխատել։ Երբ մենք Եղնիկներից վերադարձանք, ես զանգեցի Գուրգենին, որպեսզի նա նույնպես միանա մեր խմբին, որովհետև
լուրջ ռեսուրսի պակաս կար, իսկ վստահելի մարդ շատ քիչ կար, իսկ ես կյանքում ամենաշատը նրան եմ վստահել, ինչպես եւ ինքը ինձ։ Դե դու նրան գիտես, կարծում եմ ներկայացնել կարիք չկա։ Հիշում եմ, երբ մեր տանը վերջին հրաժեշտն էինք տալիս հորս, հայրս ասաց, գոնե տարբեր տեղեր գնացեք, գոնե միասին չլինեք, եթե մի բան լինի, երկուսիդ էլ չկորցնեմ, ասացի, պապ, եթե ինձ մի բան պատահի, ինձ ինքը կհանի, եւ հակառակը, եթե իրեն մի բան պատահի, ես կկարողանամ հանել։ Ու նրա վիրավորվելը եւ այդ ամեն ինչի իմ աչքի առաջ էր, ու երբ արդեն հոսպիտալում հայրս եկավ ու արդեն մահաստատվել էր, ես ուղղակի անզոր էի ու հորից ներողություն էի խնդրում, որովհետև ինքը նախազգուշացրել էր այդ մասին, որ պետք չէ միասին գնալ։ Այս ամեն ինչը ինձ համար մի վերք է, որ ամբողջ կյանքում ինձ հետ կլինի, սակայն այս ամենը ես չէի կարողանա հաղթահարել առանց իմ ծնողների, հատկապես իմ մոր աջակցության, որովհետև մայրս ինձ ասաց, որ նա քո մեծ եղբայրն է, նա քեզնից ավել էր սիրում հայրենիքը եւ դա իր որոշումն էր հայրենիքի պաշտպանությանը ձեր հետ միասին մասնակցել եւ նա գիտի ինչի համար իր կյանքը զոհել։ Եթե չլիներ ծնողներիս, ընտանիքիս, կնոջս ու հատկապես մորս աջակցությունը, հոգեբանորեն սա հաղթահարելը շատ ավելի դժվար կլիներ։ Պատկերացնում եք, որքան ուժեղ են հայ մայրերը, որ գիտակցաբար եւ գիտակցված իրենց երեխաներին ուղարկում են մարտի դաշտ հանուն հայրենիքի։ Այս ընթացքում նկատում եմ Սոնյան որքան ուշադիր է լսում Հարութին եւ որքան մեծ կարեկցանքով։ Ամեն դեպքում Սոնյա, ես Հարութին համարում եմ զինվորական, որովհետև ինչ հիշում եմ, Հարութը իր զինվորական համազգեստով կամ հայրենասիրական միջոցառումներ է կազմակերպում, կամ մարտի դաշտից կոչերով է հանդես գալիս։ Զինվորական Հարութի կինը ինչպիսին պետք է լինի։ Արիանա ջան, ես էլ Հարութին ինչ հիշում եմ զինվորականի հագուստով, բայց նույնիսկ երբ մեզ հեռակա ճանաչողները ասում են քո ամուսինը զինվորական է, չէ, ասում չգիտեմ ինչպես պատասխանեմ քո հարցին, եւ այո եւ ոչ։ Երբ երկրին վտանգ է սպառնում, նա զինվորական է եւ առաջի շարքերում է, առաջնագծում է, բայց երբ հանգիստ է, նա արդեն իր հասարակական գործունեությամբ է զբաղվում, քաղաքական, նաեւ որոշ ժամանակ տարբեր շրջաններում տարբեր գործունեությամբ է զբաղվում Հարութը։ Ինչպեսին պետք է լինի նրա կինը, դե այդ հարցին երևի ինքը ավելի լավ կպատասխաներ, ես իմ հերթին ասեմ, որ հասկացող, հավատարիմ եւ ամենակարևորը հավատող, այսպես ասեմ, ես միշտ համբերատար, հնարավոր չի։ Ես միշտ հավատացել եմ, որ եթե նա մտածում է, որ այս պետք է այսպես անել, ուրեմն ճիշտը դա է։ Եթե ես մտածել եմ, որ ինքը սխալ է, այդպես ես չեմ հիշում այդպիսի դեպք, որ կոնկրետ ինչ-որ կարևոր բան լինում, ես մտածում, որ դու ճիշտ չես, պետք չէ այդպես անել։ Ես գրեթե միշտ համամիտ էի նրա հետ, որովհետև հայրենիքը միշտ զգում եմ մեզնից յուրաքանչյուրիս կարիքը։ Եվ եթե մենք յուրաքանչյուրս մտածենք մեր անձնական եսի, անձնական շահի մասին, ապա համընդհանուր եսը, հայրենասիրությունը որտեղ կմնա։ Նույնիսկ պատերազմի օրերին այդպիսի դեպքեր է եղել, երբ ասել են ամուսինդ չգիտի դու հիմա որտեղ ես, իր համար ավելի կարևոր է ինչ է հայրենիքը, ասենք դու երեխաների հետ որտեղ ես, նրան այդքան էլ այդ պահին չի ուզում, ես ասում եմ ինքը ինձ թողել է ապահով տեղ ու գնացել առաջնագիծ, ինքը չգիտեր, որ իր գնալուց օրեր հետո այդ գյուղը թուրքերը կվերցնեն ու մենք ստիպված կլինենք առանց նրա իմացության տեղափոխվել ուրիշ վայր։ Այդ օրերին եւ որ հարցիդ ինչպիսին պետք է լինի իր ամուսնուն ամեն ձև հասկացող ու հավատարիմ մնացող այդպիսին։ Որտեղից է սկսվում հայրենիքի սահմանը։ Այս պահին իմ հայրենիքի սահմանը իմ մտքերում է, ոչ մի այստեղ ավելի շատ քարտեզով չես կարող ցույց տալ հիմա հայրենիքը, եթե այսպես ասեմ։ Իմ Հայաստանը իհարկե մեր հայրենիքն է, բայց Արցախը այն իմ սրտում է, իմ հոգում է, մեր մեջ է, մեր տունը փոքրիկ Արցախն է։
մեր բարբարով, մեր ավանդույթներով, մեկս մյուսին աջակցելով, հարգելով եւ այն տեսլականով, որ վաղը կկարողանանք վերադառնանք ազատ, անկախ, հայկական, ուժեղ Արցախ։ Հարութ երկար տարիներ եղել ես ազատամարտիկների միության շենքի սենյակներից մեկում, աշխատասենյակներից մեկում որպես ղեկավար եւ կարծում եմ տեսել ես կադրերը ինչպես են այդ շենքը, որտեղից սկիզբ էր առնում շատ ու շատ միջոցառումներ, ծրագրեր, հայրենես իրական, ինչպես է թշնամին հողին հավասարացնում։ Ազատամարտիկների միությունը, ազատամարտիկների միության շենքը եւ ընդհանրապես այդ կառույցը լինելով Արցախյան առաջին պատերազմի մասնակիցների միավորող կառույցներից մեկը, ամենամեծ կառույցը, փաստացի մեր հաղթանակի խորհրդանիշներից մեկն էր 94 թվականի, դա մեր ծնողների սերունդն է, ով 94-ին Ադրբեջանի պարտության է մատնել եւ պատահական չէ, որ նրանք նման բարբարոսաբար ձևով են վերաբերել այդ կառույցին։ Անկեղծ կլինեմ 20 թվականի դեպքերից հետո մեր մարտական ընկերների կորուստից հետո ոչ մի այլ երևույթ, նույնիսկ մեր տան քանդելու կադրերը ինձ այդքան ցավ չի պատճառում, որովհետև հավատացեք ցանկացած նյութական բան դառնալի է եւ միայն մարդկային կյանքի կորուստն է, որ անդառնալի եւ վերադարձնել այլևս հնարավոր չէ։ Չգիտեմ ով ինչպես, բայց ես երբեք իմ տուն, որ իհարկե ֆիզիկապես չկա, սակայն խոսքը Արցախի մասին է, վերադառնալու ոչ հույսը, ոչ նպատակը եւ ոչ էլ գործը կողքի չեմ դնելու։ Դա իմ կյանքի եւ վստահ եմ շատ ու շատ հայ մարդկանց առանց տարանջատման նրանք ապրում են Լոս Անջելեսում, Երևանում, Սյունիքում, Թերիջևանում, դա հայ մարդու գենի մեջ է իր տունը պահելու, իր տունը պաշտպանելու։ Այո, պատմականորեն մենք շատ ծանր ժամանակներ ենք հիմա ապրում, սակայն դա եւս մի վկայություն է, որ մենք հաղթահարելով 15 թվականի եղեռնը, 88 թվականի երկարաշարժը, 94 թվականի պատերազմը, այսօր թեպետ եւ կորուստներով, սակայն մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, որը գերագույն արժեք է, դա այն պետականությունն է, որ մեր հայ լինելու, մեր ինքնությունը պահպանելու առաջին եւ ամենակարևոր երաշխավորն է։ Կան կադրեր, որտեղ որ մեր հարևաններից որոշները կոչ են անում, որ շուտով Հայաստանը մահմեդականացնելու են, կամ վերացնելու են, կամ քանդելու են, կամ կոտորելու են։ Դա այն փոքրիկ նշաններից մեկն է, որից մարդիկ պիտի հասկանան, թե ինչ են նրանք կորցնելու, եթե չպահեն պետականությունը, մեր կարևորագույն արժեքը։ Դա Հայաստանի Հանրապետությունն է, եւ երբ ասում եք, որտեղից է սկսում հայրենիքի սահմանը, եթե ֆիզիկապես ասենք, դա մի տեղ է, սակայն մեր սրտերում դա լրիվ այլ բան է իրենից նշանակում, եւ ես վստահ եմ, որ կգա ժամանակը, երբ մենք մերին նորից կտիրանանք։ Չգիտեմ դա կլինի մեր սերնդի օրոք, չգիտեմ դա կլինի մեր կյանքի օրոք, կամ ընդհանրապես մենք դա կտեսնենք, թե չէ, թե դա մեր թորները կտեսնեն, սակայն դա ընդհանրապես կարևոր չի։ Դրանք բարձրագույն արժեքներ են, որոնք որ մեզնից վեր են եւ մեր կյանքից նույնպես։ Ինչպես հրաժեշտ տվեցիք Արցախին։ Եթե վերջին պահերը փորձենք հիշենք, երեխաներին իջեցնելուց հետո Սոնյան տունը մի անգամ հեռախոսով նկարեց, այնուհետև երկուսով հրաժեշտ տվեցինք մեր տանը։ Եվ հիշում եմ վերջին կադրերը, երբ արդեն Հակարի կամուրջ հասնելուց առաջ հետադարձ հայացք գցեցինք մեր հայրենիքի այդ հատվածին, մի ամբողջ գաղթող Հայության Շարասյանը, իհարկե շատ մեծ վտանգ կար, որ կարող ենք նաև ողջ դուրս չգալ, խոսքը միայն ինձ չի վերաբերում եւ տղամարդկանց չի վերաբերում, այլ առհասարակ հասկանալով թե ժամանակին ինչպիսի ցեղասպան գործողություններ են նրանք արել, բայց ամեն դեպքում այդ հիշողությունները այնքան վառ են դաջված մեր մեջ, որ ոչ մեկ չի կարող մոռանալ։ Ես լարացնեմ, որ դրանից հետո մենք գնացինք եղբայրական գերեզմանատուն հրաժեշտ տալու եւ բոլորս միասին մտանք, ես, Հարութը, երեխաները, կիսուր, կիսրայրս,
Գուրգենի կինո երեխաները բոլորս միասին մտանք ու Հարութը երեխաների ներկայությամբ դա առաջի դեպքն էր, որ գրկեց եղբոր քարը ու բարձրաձայն լացեց ու երեխաները այդ պահին հարցնում էին ինչու է պապան լացում, ինչ է կատարվում ու մենք բոլորս հեկեկում էինք ու չգիտեինք ուր ենք գնում, չգիտեինք այդ անորոշությունը, այդ երեխաներին բառեր չգտնելու այդ պահերը ամենավատ, չգիտեմ, ամենադժվար զգացողություններն էին։ Սոնյա, ապրիլի 24-ին գրառում ես կատարել քո Instagram-յան հարթակում, որ Արիանան նշել է, որ ցեղասպանությունը ընդամենը 2 տարի առաջ է եղել։ Արիանան դպրոցից եկել է ու ասում է՝ մամ, վաղը մենք տանն ենք մնալու, ինչ լավ օր է, վաղը տանն ենք լինելու, դե պարզա երեխա է, ասում չէ Արիանա, վաղը լավ օր չի, վաղը սկո օր է հայտարարված, դրա համար ոչ աշխատանքային է, ասում է ինչու մամ, ասում դե գիտես Արիանա 110 տարի առաջ թուրքերը սպանել են հայերին, խլել են իրենց տները ու ինքը չի թողնում, որ ես շարունակեմ միտքը, ասում եմ, մամ, լավ ես մտածել 110 թե 2 ու ես իրեն ասում, գիտես, այն ինչ եղել է 2 տարի առաջ Արցախում ու հետո սկսել եմ հետը զրուցել սենց, որ նույնը եղել է նաև 110 տարի առաջ, այն ձև եմ խոսել, որ ինքը շատ չհուզվի, բայց միևնույն է իմ զարմանքը շատ մեծ է եղել, որ նա այնուհետև Բիայնային է թեքվել Բիայնային ու ասում է Բիայնա, ես ատում եմ թուրքերին, որովհետև նրանք չեն թողել, որ դու տեսնես Արցախը, տեսնես այնտեղի ծառերը, ծաղիկները, չտեսնես մեր հորեղբորը, նույնիսկ փոքրիկ երեխան այդ ամենը ու ասում է չգիտեմ այդ երեխայի հոգեբանություն ու այդ պահերին ես հասկանում, որ կարող է իրենք չեն արտահայտվում, կարող է մենք ենք ինչ-որ ձև փորձում հեռու պահել նրանց այդ ամենից, որ այն ցավը, որ մենք ենք ապրում նույնը նրանք չզգան, որ այդ մանկական հիշողությունները տրավմատիկ չլինեն, բայց միևնույն է երեխաները զգում են մեզ ու թեև ես ու Հարութը տանը միշտ ստեղծում ենք այնպիսի մթնոլորտ, որ երբեք նրանք չզգան, որ Արցախը մերը չէ, Արցախը հեռու ինչ որտեղ է, նույնիսկ առաջ երբ նախորդ տարի, երբ նրանք ավելի փոքր էին, նրանք մտածում էին մի քանի ամսից հետ կգնան։ Դե մենք էլ էինք տենց մտածում, բայց նրանք ավելի շատ էին, որ մամ, հա դեստեղ արդեն հերիքա ինչքան ստեղ ենք մնացել, երբ ենք հետ գնալու։ Այս գուցե մի օր անպայման եւ գիտեք անընդհատ արցախցիներով երբ որ հանդիպում ենք, մեր զրույցի թեման միայն ցավն է։ Որքան էլ որ փորձում ենք շեղվել, փորձում ենք կատակել միմյանց որպեսություն հարցնել, միևնույնն է ցավը գերակշռում է։ Եկեք փորձենք հիշենք Արցախյան բարբարով հետաքրքիր հումորներ գուցե իդեպ առաջիկայում ձեզ անակնկալ է սպասվում, ես պատրաստել եմ բլից հարցեր, այն կապված Արցախյան այն բոլորիդի հետ, որը միայն մերն է, հա, եւ մեզնից դա բողանալ չեն կարող։ Ամեն դեպքում ինչ վառ հիշողություններ ունեք, ինչ հումորներ եք սիրում անել, կատակներ, որոնք որ մեր բարբարից են գալիս։ Դժվար է ասել։ Ես հիմնականում մարդի յետագիտակցորեն փորձում եմ միշտ ավելի լավ հիշել եւ Արցախի հետ կապված ես երբ աչքերս փակում եմ եւ փորձում եմ հիշել, առաջինը դա կանաչ գույնն է, որ իմ մեջ տպավորվում է, դա մեր անծայրածիր անտառներն էին, դա Ավետարանուս գյուղի հիասքանչ բնություններ, դա Կարվաճառի լեռներն էին, դա մեր Ստեփանակերտի Պիտաչոկն է, գյուղերում պարզ մարդիկ, ժպտացող, հյուրասեր, գյուղերում մարդիկ միշտ ուրիշ են, շատ հաստակող, բայց միաժամանակ շատ բարի, շատ վստահող, այն որ անծանոթի համար ամեն ինչ պատրաստ են անել եւ ամենակարևորը բոլորին բարևում են։
Առանձին հումորներ ես չգիտեմ, վաղուց դրա մասին չեմ մտածել, բայց կարող եմ ասել, որ մարդ ենթագիտակցությունը լավը միշտ փորձում է հիշել, որովհետև դա իրեն ողջ լինելու զգացումը տալիս։ Շատ հաճախ հիշում եմ իմ մարտական ընկերները, առավել եւս նրանք, ովքեր որ բացակայեն իրենց հումորները, չեմ կարող չհիշել Նարեկի խոսքերը լրության մեջ, երբ մի քանի րոպեվա կես ժամվա հրադադար էր, մեր դիպուկարներից մեկը կրակեց, Նարեկ ասում է հուալալեն, հիշում եմ նույնիսկ ժամերի ընթացքում մի քանի կորուստ ունենալով հանդերձ, էլի փորձում էինք կատակել, որ նա որ վիրավորվեց, նա էս ինչա հա, ցավոք դա եթերի ենթակա չէ, այդ ամեն ինչը ասելու համար, այսինքն հումորը, կյանքը, մահը սենց զուգահեռներով իրար հետ գնում էին, ինչ ասեմ, չգիտեմ։ Սոնյա, կան արտահայտություններ, որ երեխաներին հատկապես երբ որ բարգանում ես երեխաների վրա արտահայտում ես։ Իրանք ավելի լավ կասին, բայց հաստատ կա, ասես դա մի հատ։ Մենք դեռ կհասցնենք երեխաներին այն հարցնել, հա։ Հա, դե հաստատ կան։ Մեր տանը խոսակցականը բարբարն է, մենք ամեն ձև փորձում ենք պահել մեր բարբարը ու երեխաներին ընթացքում ես բառեր եմ ասում, որ հետո սենյակում փոքրին կերակրելուց լսում եմ, որ այս սենյակում իրանք իմ արտահայտություններն են անում ու այդ բային մի ուրիշ զգացողություն է լինում, երբ գիտես, որ ասում եմ, քեզ կրկնօրինակում են, եթե դա ինչ որտեղ բառ է լինում, որ ասում եմ, դե չպետք է երեխաներին ասեի այդ եւ հակառակը լինում է, որ ասենք լավ բան է լինում, ասում եմ, ուրեմն այս լավ բանը պետք է պահպանման ձևն է, հա։ Սոնյա, երբ արցախցիները իրար հանդիպում են, մանավանդ որ երկար ժամանակ իրար տեսած չեն լինում, չնայած կարծում եմ դա էլ հիմա կապ չունի, առաջին հերթին հարցնում են ինչպես ենք եւ ինչպես են կարողանում հարմարվել։ Հա, հիմա բարբարով եմ հարցնելու, հունցık յոլայքինամ, կարմık հարմարվիկ։ Նախ բարավոք եկալ, սկսենք տղան։ Գիտես, Մարիանա ջան, արցախցին մի ներքին անբացատրելի բան ունի, անընդհատ առաջ շարժվելու եւ դիմադրելու ուժը, եւ հենց այդ ուժն է, որ այսօր մենք այստեղ կարողանում ենք առաջ նայել, առաջ գնալ, ինչու՞ չէ, երեխաներին նայելով մոռանում ենք բոլոր դժվարությունները եւ փորձում նրանց տալ այն ներկան, այն ապագան, որը իրոք նրանք արժանի են, եւ ճիշտ է, մենք թողեցինք Արցախը, եկանք մեր հայրենիքի մի ուրիշ մաս, ճիշտ է, մեր Հայաստանն է, բայց այստեղ մենք մեզ տանը չենք զգում, այսպես ասեմ, եւ այդ զգացողությունը միշտ կմնա մեր մեջ, բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ մենք մոռացել ենք ապրելը, մեր աչքերում դեռ կա այն կրակը, որ մենք պետք է ապրենք, արարենք, հիշենք եւ իհարկե անպայման հետ վերադառնանք։ Սոնյա, բոլորովին վերջերս ընդամենը մի քանի ամիս առաջ դու եւ Հարութը ունեցել եք ձեր 4-րդ մայրիկին։ Իհարկե ես հիշում եմ, երբ որ Արցախում նկարահանման շրջանակում հանդիպել էինք, պլանավորում եք 7 երեխա ունենալ, հա։ Մենք արցախցիներս ասում ենք 7 խոխավ սեղան նստիկ։ Արդեն 4-րդին եք ունեցել հենց գաղթից հետո։ Դժվարությունները կարծում եմ բազմազան են։ Ինչպես եք կարողանում որպես մամա դիմանալ, հա։ Գիտես, 4 երեխաների մայրիկ լինելը այդքան էլ հեշտ չի, երբ առավոտյան դու արթնանում ես, կարող է ունենաս առավոտյան 4 գրկախառնություն, բայց երեկոյան դու այդ քառակի հոգնածությունը զգում ես քո վրա, եւ անշուշտ օրվա ընթացքում թեկուզ սովորական դժվարություններ շատ են լինում, բայց այդ ամենը հաղթահարվում է, երբ ընտանիքում կա սեր, հարգանք, հոգատարություն եւ իհարկե մայր լինելը շատ մեծ պատասխանատվություն է։ Ես փորձում եմ երեխաների մեջ սերմանել այն հայրենասիրությունը, որ մենք ենք ստացել եւ անընդհատ մենք խոսում ենք Արցախից, երբեք որպես այսպես ոչ թե մոռացված ինչ որ
պատմություն կամ անցյալ, այլ խոսում ենք ներկայով, երեխաները դեռ իրենց թարմ վիդեոներն են նայում հեռախոսի մեջ եւ այն օրը Արիանան ասում մամամ կապ չունի որ Բիայնան Արցախում չի ծնվել, ես միևնույն է կպատմեմ նրան մեր Արցախի մասին եւ այն վիդեոները ցույց կտամ, որտեղ մենք խաղում ենք մեր խաղալիքներով, մեր տունն է եւ իհարկե այդ ամենը օրվա ընթացքում այդ ամենը վերապրելը հեշտ չէ հիշողությունների առումով, բայց փորձում ենք ամեն ինչ երբ մենք թողեցինք Արցախի մեր տունը եւ եկանք այստեղ պարզ է որ առաջի բանը որ զգում ենք դա դատարկությունն էր կորստի այդ ցավը, բայց երեխաների նայելով ես մոռանում էի այդ դատարկության զգացողությունը եւ հասկանում էի որ ահա իմ հարստությունը եւ չկա ուրիշ հարստություն պետք է գնահատեմ այն ինչ ունեմ եւ միայն առաջ նայեմ Կարծում եմ մենք այսօր կհասցնենք նաև երեխաների հետ ծանոթանալ։ Անպայման։ Իդեպ ես տեսնում եմ, որ Արցախյան յուրահատուկ հյուրասիրությամբ եք պատրաստվել եւ ինչի համար նաև շնորհակալ եմ։ Սոնյա, ամեն դեպքում շրջափակման օրերը երեխաների հետ ծանր էին։ Բլոկադան մի այլ կարգի փորձություն էր ցանկացած արցախցու համար եւ փոքր երեխաների հետ շատ ավելի դժվար էր ինձ համար, որովհետեւ այն պահներ, որ չգիտես, թեկուզ այս կոնֆետի վրա օրինակը բերեմ, բայց թեկուզ այս մի կտոր հացը չգիտես, վաղը կարողանալու ես հերթ կանգնես, տալոնով վերցնես, թե այսօր այս վերջինն է ու այդ ամենը երևի ամենաահավոր չգիտեմ Բալիկները կարծում եմ անհամբեր մեզ էին սպասում եւ այսպես գեղեցիկ կոկիկ հագնված երբ ես հասցրել 4 երեխաների հետ հարութը օգնել է Գուցե ծանոթանանք աղջիկների հետ ձեր անունները կասեք Մամա Գիսամե Պակուճիրին անունը ինչ է Հովա ամենաշատը սիրում կուջիրին դուզ նսեցիք Հովա մամունք է մագյանում Ինչ քանում դեմ իմ պտմեցիք Տանն ենք վակում Խաղալիքներն ենք վակում Բիարելին ենք ճալում Հա, այդքան անում եք Քունավել կինիք դու քնելիս, հա Քունավել եք անում Խոհաշ կունավանում, գիսանում Մամանա կունավանում Նաբարուտ ես եմ կեզ կունավանելիս Խոխեք ծզանա մծը հուվա Դու քանի տարեկան ես 7 Դպրոցս քինա Դեղ ինչերը սվերում իմ պատմելի ինձ պատար Գոյականները Արկաները Ող սվերում ես Բա ամենաշատը ինչ սոզում ինի Շատ եմ ուզում կինամ Արցախ Տեսեք, մի քանի բլից հարց եմ այս բանին առանձնացրել, արագ-արագ փորձելու եք ընտրել ընտրության հնարավորություն եք ունենալու։ Օրինակ, ժենգյալավ հաց, թաթրթելք։ Ժինգյալավ հաց Հա, ջինգելավ հաց միանշանակ Տատիկից թխած ժինգյալավ հացը միանշանակ Էն անոն դեկա կա Տատիկին հա մամուս Լբշորվա, թա խաշլամա։ Այ շատ դիժե հարցեր ես տան Լուբշորվա Ես եկել լուբշորվա Ես խաշլամա Ոչխարի մսա։ Ոչխարի մսա Կյառնո Կյառնո։ Այդ լուբշորվա շատ է վառ տպավորված մեր գյուղում ընդհանրապես լոբի շատ լավ էին աճեցնում Տատս ահա որ մեծ պաշարներ է տես կուտակել ու ինքը շատ համով սարքում էր ձվով ամեն ինչով այնպես որ լուբշորվան առաջնային Մանկության իշողացում Սենց ամանուն է առանձին պիտի միջև էջ մակրեի որ սիրուն հարսիկ ունենայի դե չգիտեմ ինչքան հաստատվել Спасибо Նխարավծու, թա պամիդորա վյուղուծու։ Sorry yok դիժեր հարցեր ես տանեմ վաղ Ես ամեն առավոտ նախ ձյու մոտում դա կարող է նխարավի դա կարող է ժայի տրածինի դա կարող է յուղուծույնի դա կարող է ձյուավնի Սոնամ պամիդորի ֆանատա ուժ Բայց ամեն դեպքում ինձ համար տնական ձու տնախարով
Հիշում եմ շրջափակման ընթացքում Սոնյան գրառումներ էր անում, որ ձեր այգուց, թե որտեղից ձու էր հարութը բերել երեխաների ուրախությունը, ինչ-որ Այգուց դժվար թե ձու բերածելնեի։ Գյուղից։ Հոստան, հա։ Գյուղից, հա։ Եւ իմ հայրը եւ Սոնյայի ընտանիքը հայրը եւ եղբայրը ջերմոց էին մշակում եւ նույնիսկ այն ամենադժվար, բնականաբար նաեւ ընտանիքի ենթայիններ, հատկապես հավեր, այնպես որ ձուն, պամիդորը, վարունգը երբեք մեր ցանկում չի պակասել, նույնիսկ այդ ամենադժվար օրերին հիշում եմ, որ հայրս մեր գյուղին ամբողջությամբ ինչքան կարողանում էր ինքը օգնում էր։ Իհարկե շատ դժվար էր գնալ գալը, բայց ամեն մեր գյուղ գնալ գալով մեր շենքի մի մեծ մասին կարողանում էինք հարևաններին ապահովել։ Ամեն դեպքում տնական մաքուր սննդից հատկապես այդ ծանր օրին լավ բան լինել չի կարող։ Դեդո բաբո թապիտաչոկ։ Չդեդո բաբո։ Машина впечатляна стисах քաղաքը շորտակ այն պիտաչոկին կրունկավը թա մեհեդ Թումանյանավ վիճրանակ Վնավ Թումանյանավ ես Վնավ Թումանյանը լավ տարբերակ է, հատկապես վերջին տարիներին այգին պենեսարքան շատ գաշենք է ելալ, բայց ես կնախընտրեմ մեքենայով պարալել Եգիպտյանամ դիան ես Քաղաքը վերսախարվա Բայց մոնք միշտ նախընտրելիս կլախոցը Յորոնին Հեքիմյանա պիտաչոկ վեննա պիչանան կշանակ մաշինավ երբեք քեզալ չեք պիտաչոկում վենեկացա Չէ դե առեբեզին լես վախտա միշտ խոցը երենկալա սալենք Քայլինք մեր ծանոթներին հետ բարևելավ, տեսնելավ, զրուցելավ։ Կալցիավոյս պիտաչոկը մզետ է սովորական ստի ամենօրյա, բարդ։ Ամենօրյա։ Հա, վեցից հետո։ Մի լավ կաց թեյ թա գարոխավ կոֆե։ Չայ, խորտնավ չայ։ Խորտնավ չայ, հա։ Պիցրանակ Շուշի բալկոնումը չայ խմիք, թա քինակ օրինակ, բամջվալ կետը։ Շուշի։ Միանշանակ Շուշի։ Մարսաղ երիտասարդ։ Բալկոնը շատ տարբերակ, բայց ես սմավարավ չայ ջդորդուզում ավելի շատ կնախընտրեմ։ Հնգերոնցավ տասքանի տենքտի կազմակերպա այնտեղ։ Մուք դաժե քեցածենք վխելիկին ու ջդորդուզում եշացին գերիցա։ Յորղանդոշակ թա սուպրասեղան։ Յորոնդոշակ։ Այդ մամաների ցանկությունն է, չէ՞։ Տակ պարկի կոնիկ։ Մուքենսերուտնք վերտասանք մեր ծնողությունն Թակում, տատիկս կարամար միդակում։ Ամեն դեպքում Արցախում երբ բարիթ եք ունեցել հանդիպելու նշել եք, որ 7 երեխա եք ունենալու, հիմա 5 թե 7։ Սոնյա 5 թե 7։ Իրականում այդ գործում իմ որոշելիք շատ քիչ է, ես ավելի շատ խնդրողի դեր եմ։ Բայց ենթադրում դու հիշում ես, մեր ամուսնանալուց առաջ ես ու Սոնյան պայման ենք արել, մեզ 7 զավակ պիտի լինի, ունե Արիանա դրան ուշում է 7։ Տեսնանք, ինչքան Սոնին առողջություն ուների ու Աստված մեզ զավակ պարգևի, մենք պատրաստ ենք սիրով պահենք, ոնց է 4-ին դիել ու վերցնվել։ Ոնց ոնա, ցաչի։ Դերվերեն 3 ծնվին։ Ժամանակը նշանց կտա, բայց Արցախում ասես 7 որթավոզմունք սեղանստենք տալերի մի օրիշ բենա մենք վա իրականությունը մոնք ասածես մոնք մեր սաղ կյանքի ընթացքում ջայլ ինի լավ գրեցալ անգամ տոնտինինք համ խոցնետ ամեն ինչ համատեղինք ու վեր 2 տարի առաջ մազիլել այդ ամեն հնարավորությունը վեր գրեինք հա 8 խոխայլ 10 խոխայլ պահեինք դուզ այդ նույնը փորձում ենք ստեղծենք եւ ինչքան աստուց տալի տեսնանք ուզում չում ժամանակից առաջ ընկնի բայց հա պլաններում կա ընտանիքով եւ ընկերներով մի փոքրիկ պլան ունենք ընկերների հետ միասին ստեղծել ենք տուն հիմնադրամ որի նպատակն է փոքրիկ թաղամաս կառուցել որտեղ որ արցախցիները կկարողանան ապրել այժմ արդեն հսկայական մեծ աշխատանք ենք կատարել այդ ուղղությամբ մեր գործընկերների հետ միասին բավականաչափ մեծ հողատարածք ենք գնել Երևանից ոչ այդքան հեռու հատվածում այնտեղ նախատեսում ենք փոքրիկ սիրուն թաղամաս կառուցել իր տնտեսությամբ իր մնացած ամեն ինչով որպեսզի մեր հայրենակիցները հնարավորություն ունենան Հայաստանում ապրելու եւ Հայաստանը չլքելու մեր հայրենիքը այնտեղն է որտեղ որ պիտի ցանկացած հայ ապրի ես կուզենամ որ մարդը մեծ հնարավորություն ունենա ամբողջ աշխարհը ման գալու ճանապարհորդելու սակայն իր տունը պիտի լինի Հայաստանում իհարկե
պլանները մեծ են, սակայն հուսանք, որ 1-2 տարի հետո այդ պլանների մեծ մասը իրականություն դարձած կլինի, հույսով եմ առիթ կլինի հանդիպելու եւ մենք արդեն մեր տանը եւ ոչ թե վարձակալությամբ տանը ձեզ կհյուրեն կալենք, չեմ խոստանում, որ ավելացում կլինի։ Բայց հստակ արդեն տեսական կլինի։ Բայց հստակ արդեն արմատավորված կլինենք արդեն այս հատվածում, հուսանք ավելի շատ հայրենակիցների հետ միասին ծրագիրը այս բանին փորձում ենք մեծացնել, այժմ նախատեսում ենք դեռևս 30 ընտանիք ընդգրկել, հուսանք ավելի կշատանա, մարդիկ հնարավորություն կունենան իրենց բարբառը պահպանելու, իրենց հայրենիքում ապրելու, իրենց հայրենիքը պաշտպանելու եւ այստեղ շենացնելու։ Համաձայն ես։ Համաձայն։ Շնորհակալ եմ ձեր անկեղծության եւ հյուրընկալության համար։ Մենք եւ քեզ ենք շատ շնորհակալ։ Շնորհակալ եմ։ Հուսանք ու հավատանք, որ արցախցի փոքրիկները մի օր Արցախում են խաղալու։ Այսօրվա պատմությունը այսպիսինն էր, կհանդիպենք